եւ իր դավանած գաղափարների վեհությամբ, այլոց իր ազնիվ, պատվախնդիր ասպետական էությամբ։ Այդպիսով նրան հաջողվում էր մեկ ջոկատում միավորել եւ դաստիարակել ուժեղ կամքի տեր, արիասիրտ եւ հայրենասեր մարդիկների, հավատ ու վստահություն ներշնչել բոլորին, դրանով իսկ տասնապատկելով նրանց ուժերը։ Ասվածի վառ վկայությունն այն է, որ 1992 թվականի ամռանը, երբ հակառակորդը զրահատեխնիկայի եւ օդուժի աջակցությամբ լայնածավալ հարձակման անցնելով գրավել էր Շահումյանն ու Մարտակերտի շրջանի մեծ մասը եւ արդեն սպառնում էր անգամ Ստեփանակերտին, Մարտունին Արցախի ամենապաշտպանված շրջանն էր, որն այդպես էլ անխոցելի մնաց թշնամու հարվածների համար։ Կարմիր շուկա, Ճարտար, Մաչկալաշեն գյուղերի շրջանում ծավալված կատաղի մարտերում Մոնթեի ռազմիկները արժանի հակահարված տվեցին թշնամու թվաքանակով եւ սպառազինությամբ անհամեմատ գերազանցող ուժերին եւ խոշոր կորուստներ պատճառելով նրանց ստիպեցին նահանջել։ Սեպտեմբերի սկզբին Մոնթեի գլխավորած զորքերին նոր փորձություն էր սպասում։ Աղդամի շրջանի Աբդալ եւ Գյուլաբլի հենակետերից թշնամին նախ ուժեղ հրետակոծության ենթարկեց Ավդուր, Հացի եւ Նորշեն գյուղերի պաշտպանական դիրքերը, ապա անցավ հարձակման։ Սակայն հայ ռազմիկները ոչ միայն հաջողությամբ դիմագրավեցին թշնամու բոլոր գրոհները, այլև հաջորդ առավոտյան հակահարձակման անցնելով վերջնականապես լռեցրին այդ մահասփյուռ կրակակետերը, որտեղից ամեն օր հրետակոծվում էր Ստեփանակերտը։ Հետագա օրերին թշնամին բազմիցս փորձեց կորցրածը ետ բերել, բայց ապարդյուն։ Եվ այստեղ ահա Մոնթեն վճռեց, որ ժամանակն է կտրուկ փոխել իր զորքերի մարտավարությունը, պաշտպանական մարտերից անցնել հարձակողական գործողությունների, իր կամքը թելադրել հակառակորդին։ Հոկտեմբերի 2-ին Մոնթեի գլխավորությամբ մանրակրկիտ մշակված եւ խնամքով նախապատրաստված հարձակողական գործողության շնորհիվ հայ ռազմիկները գրավեցին Ամիրանլար, Ուրապատ կինո, Մուղանլու գյուղերում տեղակայված հենակետերը, ոչնչացնելով թշնամու տասնյակ զինվորների։ Զգալի թիվ էր կազմում նաեւ ռազմավարը։ Մոնթեն սակայն առավել կարևորում էր այս հաղթանակի բարոյահոգեբանական բարերարազդեցությունը Արցախի տարբեր ճակատներում մարտնչող ռազմիկների վրա։ Մարտունու մերձակա կրակակետերի լռեցումը իսպառ վերջ տվեց ամենօրյա մահասփյուռ հրետակոծություններին։ Դրա շնորհիվ կանոնավորվեց շրջանի բնակչության կյանքն ու կենցաղը, վերաբացվեցին դպրոցներն ու մյուս հաստատությունները, մարտունեցին վերջապես հնարավորություն ստացավ ապրելու բնականոն կյանքով, ինչից զրկված էր վերջին տարիներին։ Ավոյի մարտիկները հայտնվում էին ճակատային գծի այն հատվածներում, որտեղ վիճակն առանձնապես ծանր էր, որտեղ անհրաժեշտ էր փոքրաթիվ ուժերով հուժկու հարված հասցնել թշնամուն, գլխատել նրա գերակշիռ ուժերը, բաժան անել դրանք եւ ապա ջախջախել։ Այսպես 1993 թվականի սկզբին, երբ իրավիճակը կտրուկ սրվել էր Մարտակերտի շրջանում, Մարտունու զորախմբից մի ջոկատ իսկույն փոխօգնության հասավ Մարտակերտի պաշտպանական ուժերին։ Մոնթեի մարտիկները ոչ միայն օգնեցին կասեցնել թշնամու հարձակումը, այլև հակահարձակման անցնելով զգալիորեն առաջացան ճակատային գծի Վաղոհաս, Չլդրան, Սրխավենտ հատվածում։ Մարտ ամսին Մոնթեի գլխավորած ջոկատը Մարտակերտի պաշտպանական շրջանի ռազմիկների համագործակցությամբ, լռեցնելով Մանիքլուի կրակակետը, ազատագրեց հայկական Գյուլաթաղ եւ Ջանյաթաղ բնակավայրերը եւ ընդհուպ մերձեցավ Մարտակերտ շրջկենտրոնը։ Ճանապարհը դեպի Մարտակերտ քաղաք բաց էր, սակայն նրա ազատագրումը ժամանակավորապես հետաձգվեց, քանի որ օրակարգում առավել հրատապ խնդիր կար՝ Քելբաջարի, պատմական Քարվաճառի շրջանի ազատագրումը։
Ռազմավարական այս կարևորագույն խնդրի իրականացումը վստահվեց Մոնթե Մելքոնյանին, եւ սա բնավ պատահական չէր։ Մոնթեն արդեն բազում մարտերում ապացուցել էր, որ օժտված էր զորավարի բնատուր ունակությամբ ու հարուստ փորձառությամբ, սուր մտքով, կուռ տրամաբանությամբ ու սառնասրտությամբ։ Քաջատեղյակ լինելով իր հայրենիքի աշխարհագրությանն ու պատմությանը, նա խնամքով ուսումնասիրել էր նաև համաշխարհային ռազմարվեստի պատմության ուշագրավ դրվագները։ Ձեռքի տակ մշտապես ուներ ռազմագիտության տարբեր հարցերին վերաբերող գրքեր։ Այս ամենի շնորհիվ նա կարողանում էր ճիշտ գնահատել տեղանքը, սեփական եւ հակառակորդի ուժերի հարաբերակցությունը եւ համապատասխան մարտավարություն ընտրել։ Ինչ վերաբերում է քարվաճառի ազատագրությանը, ապա Մոնթեի համար այն շատ ավելին էր, քան պարզապես հերթական հարձակողական գործողություն։ Հարցը պատմական հարց է, քարվաճառի հարցը մեր ժողովրդի համար չափազանց կարևոր է վերջապես շրջանը վերամիացնել Հայաստանին, ինչպես գտեսնես ամեն դեպք որ գտած վանք մգա հայկական հոյասիկը ամեն մեկի որ մտնես գտեսնես որ իսկապես հայկական հոյ եւ չափազանց կարևոր է 3000 քառակուսի կիլոմետր միացնել նաեւ Արցախի պատմությունը բան է որոշիչ թեր գխա աս շրջան գրավելը։ Մարտի 27-ին Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ հայկական ջոկատները 3 ուղղություններով ներխուժեցին Քելբաջարի տարածք, հմուտ եւ սրընթաց գործողությունների շնորհիվ ընդամենը 1 շաբաթում ազատագրեցին հայկական այս հնագույն շրջանը, մեկընդմիշտ վերացնելով Հայաստանն ու Արցախը միմյանցից բաժանող արհեստական անջրպետը։ Իդեպ այդ հիշարժան օրերից պահպանվել է մի ուշագրավ դրվագ, որում լավագույնս դրսևորվել են Մոնթե Մելքոնյան զորավարի եւ մարդու բարոյական բարձր հատկանիշները։ Քարվաճառի շրջկենտրոնը գրավելուց առաջ նրա հրամանով մարտական գործողությունները ժամանակավորապես դադարեցվեցին, որպեսզի խաղաղ բնակչությունը կարողանա անվնաս հեռանալ ռազմական գործողությունների գոտուց։ Քարվաճառի ազատագրումով իրականացավ Մոնթեի ևս մեկ նվիրական նպատակը։ Պատմում են, որ այդ փայլուն հաղթանակից հետո Մոնթեն կանգնած մի բարձունքի վրա հայացքը հառել է ներքևում փռված, բռնազավթված Շահումյանի շրջանին եւ իրեն բնորոշ խաղաղ, անվրդով տոնով ասես ինքն իրեն համոզելով ասել է. «Ինչ է եղել որ, կռնանք ետ առնել»։ Ցավոք նրան վիճակված չէր իրականացնել այն։ Շուրջ երկամսյա հրադադարից հետո թշնամին վերսկսեց հայկական բնակավայրերի բարբարոսական հրետակոծությունը։ Հարկավոր էր կտրուկ միջոցներ ձեռնարկել լռեցնելու այդ կրակակետերը։ Հունիսի 12-ի գիշերը հայ զինվորները Մոնթեի գլխավորությամբ գրավեցին եւ ոչնչացրին Մարզիլուի կրակակետը, ապա առաջացան Նովրուզլու Յուսուֆջանլու ուղղությամբ։ Կեսօրին գրաված Մարզիլու գյուղով անցնելիս Մոնթեն իր մի քանի զինակիցների հետ անսպասելիորեն հայտնվեց թշնամու զրահամեքենայի կրակի տակ։ Ասում են, Մոնթեն զոհվեց շատ անսպասելի, մինչդեռ պատերազմում ամեն բանից ավելի մահն է սպասելի։ Պատրաստ ես արդյոք անձնվեր անմնացորդ պայքարի եւ ինքնազոհաբերության։